Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ նախ սկսենք Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցում ներսում տիրող իրավիճակից եւ որոշ հայտարարություններից, հետո կանցնենք առաջ, հատկապես որ ինչպես հասկացանք ՀԿՑ-ն դատախազությունը կամ քննչականը մի խոսքով Արշակին այն բանը Սրբազան որն այն քերակնգա դիվանապետին հրավիրում է մի քանի անգամ արդեն այդ ամենը փորձում են եկեղեցում ծածուկ պահել, որովհետև կա կարծես թե դիմում, որ Գարեգին առաջինը ոչ թե մահացել է իր հիվանդությունից, այլ այդ մահացությունը ոչ թե նրա մահը վրա է ասել հիվանդությունից, այլ կա կարծիք, որ սպանվել է նա եւ հստակ անուններ են հնչում։ Իհարկե սա ուզում է խուսափի, ես անմեղության կանխավարկածը չեմ խախտի, բայց այնուամենայնիվ եթե եկեղեցու ներսում նման խոսույթներ կարող են տարածվել, ապա դա արդեն խոսում է մեր եկեղեցու շատ հիվանդ լինելուց, շատ հիվանդ, տկարացած, թուլացած լինելուց, որը եղել է եւ որի մեղավորությունը, որի պատասխանատվությունը ամբողջովին կրում է իրեն վեհափառ հռչակած, իրեն կաթողիկոս հռչակած Կտրիշ Ներսիսյանը, քաղաքացի Կտրիշ Ներսիսյանը։ Այնուամենայնիվ, մի նյութ ընթերցեմ, մենակ դրանից չենք խոսելու, շատ ոգևորող լուրեր էլ կան, երևի արդեն ծանոթ եք, բայց սկսենք այդտեղից, էլի։ Ուրեմն խոսքը երեկվա մասին է, ես կընթերցեմ այսօրով, բայց նյութը երեկվա է։ Այսօր Տեր Եսայու գլխավորած Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության համաձայն Կտրիշ Ներսիսյանը վեհարանում ընդունել է Գուգարած թեմի հոգևորականներին։ Բանն այն է, որ Կտրիչը հիմա սուր արտահայտված ախտաբանական վախեր ունի, որ իր դեմ կարող են հրաժարականի պահանջով դուրս գալ թեմերում ծառայող հոգևորականները, եւ նման վախերի սուր նոպաների բռնկման ժամանակ իր մոտ հավատարմության երդում ստանալու համար հրավիրում է թեմերի հոգևորականներին, առանձին հրավիրում, ճնշում, ճանապարհում։ Հարկ է հիշեցնել, որ Գուգարած թեմի առաջնորդը Կտրիշ Ներսիսյանի հլուկ ամակատար ընդդիմադիր մեդիաներում իր բացառիկ տգիտությամբ հաճախակի փայլող վնասիկ մականունով Հովնան չեպիսկոպոս Հակոբյանն է։ Այսինքն մականունավորները բոլոր ժամանակներում մինչև հեղափոխությունը եղել են ոչ միայն ազգային ժողովում կամ երկրի կառավարման ղեկին, օրենսդիր եւ գործադիր մարմիններում, այլ նաեւ եկեղեցում եւ ոչ ավել ոչ պակաս վնասիկ մականունով, էլի, հասկանում եք, չէ՞, ինչն է այստեղ աբսուրդը։ Արժե հիշեցնել, որ ըստ մամուլում արդեն հրապարակված տեղեկությունների Հովնանը երբեք եպիսկոպոս չէր դառնա, եթե Միշիկի Սերժիկի Մինասյանի հետ սիրեցյալի մտերմությամբ կապերով հայտնի չլիներ։ Հանդիպման ընթացքում Կտրիշ Ներսիսյանը ծեր աղվեսի ժողովրդությամբ փորձել է սիրաշահել քահանաներին եւ անդրադարձել է իր հրաժարականի պահանջներին, փորձելով թե չքմեղանալ եւ թե տեղի ունեցողը ներկայացնել որպես հակաեկեղեցական արշավ։ Ուշագրավն այն է, որ թեմի քահանաներից մեկը Տեր Գրիգորիսը հարցրել է Կտրիշ Ներսիսյանին, այդ դեպքում ինչու Կտրիչը քահանաներին հրավիրելու փոխարեն չի հրավիրում լրատվամիջոցներին եւ ազատ, թափանցիկ պայմաններում չի անդրադառնում բոլոր հարցերին։ Լրագրողների եւ ասուլիսի անուն լսել չցանկացող Կտրիչի մոտ միանգամից համարյա ընկնավորության հայտնող ցայտնոտ է սկսվել։ Իմիջայլոց սա մեր հիմնական պահանջն է։ Այն որ մեզ մեղադրում եք քաղաքացիներիս, մեղադրում եք, լավ, ասենք կարող է Նիկոլ Փաշինյանին մեղադրեք, ամեն դեպքում վարչապետն է, բնականաբար, ասենք թիվ 1 պաշտոնյան ու նրա խոսքը կարող է քաղաքական հնչի, բայց մեր քաղաքացիներիս պահանջը մեծ հաշվով հենց դա է։ Հենց դա, եթե այս ամեն ինչը չկա,
Ինչու դա չհերկել, դուրս չգալ ու ուղիղ չասել, որ սա էսպես է, էսպես է, էսպես է։ Ինչու չանել դա։ Թողնել, որ ավելի վնասվի եկեղեցին։ Ինչին եք ձգտում։ Հանրության աջակցությունը ոչ մի կերպ չի վայելում, ոչ կաթողիկոսը, ոչ որևիցե սրբազան իրեն հռչակած անձնավորություն։ Եվ առհասարակ անգամ սա շատ բացասական անդրադառնում է ամենատարբեր եկեղեցիներում անգամ քահանաների վրա։ Հանրության մոտ որոշակի մթնոլորտ է ձևավորվում, որ ատելություն ասել չէ, բայց վանողականություն հաստատ կա։ Սա ձեռնտու է եկեղեցականներին, որ հասարակությունը իրենից վանի նման մարդն, թե ընդհակառակ։ Շատ քահանաներ գնում ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսի վերականգնեն իրենց տված հանձնարարված տարածքը, եկեղեցին, նրա շուրջ բոլորը մաքրապատում են, ամեն ինչ անում են, տեսքի են բերում, պատարակներ են սկսում մատուցել, սկսում են շփվել, կապեր հաստատել տեղի բնակչության հետ, մտերմանալ, նրանց համոզել, ներգրավել պատարակներին, եկեղեցու կյանքին ներգրավել, քրիստոնեական կյանքին ներգրավել, բայց ու արդյունքում ունենում են լավ, ասենք 20, 50, 100 հավատացյալներ, այդպես ձևավորվում է հավատացյալ համայնքը տվյալ վայրում, բայց չեք զգում, բա ինչի է այսքան դժվարություն առաջանում։ Ինչի։ Ասենք այդ ինչի պիտի որոշ մի հատ գյուղ, օրինակ, իր եկեղեցին երբ գործում է, առաջին քրիստոնյա ժողովուրդը հանկարծ նրան պիտի քահանան այդքան չարչարվի, որ կարողանա բերել եկեղեցի։ Ինչի է տենց դարձել։ Դարձել է շատ բաներ իմանալով եւ լուր առաջ շարժվելու գնով։ Հասկանում եք։ Եվ ինչու պիտի գյուղից, ասենք օրինակ 20-ը գնան եկեղեցի, եթե կարող են բոլորը գնալ, Կիրակի է։ Լավ, գյուղական կյանքը գուցե շատ բաներ թույլ չի տալիս, այնուամենայնիվ ավելի շատ մարդիկ կարող են գնալ։ Եվ ավելի շատ հաղորդակցվել Աստծու հետ, քահանայի միջոցով, եւ խոսել Սուրբ գրքից։ Ինչի չի ստացվում դա։ Ինչի այդքան դժվար ստացվում։ Եվ ինչի հիմա ավելի վնասել այն ինչին որ քահանաները գոնե հասել են, կտրիճը ինչքան որ վնասել է, քահանաները փորձել են դրան հասնել։ Ինչի թույլ տալ, որ այդպես շարունակվի։ Նստի հանգիստ, ասա, որ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, ով հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը, SSS մասերով սխալ է տեղեկացված, նման բան չկա ու չի կարող լինել, այլապես ես կաթողիկոս չէի լինի։ Հերքի։ Եվ այսքան բանը դու չես արել։ Ասեմ ավելին, ես մի փոքր փակագծեր բացեմ։ Անկեղծ ասած վերջին օրերին մտածում եմ քո փոխարեն ես դիմեմ։ Ես որպես հավատացյալ մարդ, որպես առաքելական եկեղեցու հետևորդ եւ մկրտյալ անձնավորություն, ով տևական ժամանակ հեռու է վանել Կտրիչ Ներսիսյանը ինձ եկեղեցուց, ես հիմա քիչ-քիչ մոտենում եմ դարձյալ իմ բնական միջավայրին եւ քո փոխարեն արդեն ես եմ պատրաստվում, մտորում եմ նամակ գրեմ վարչապետին, ասեմ, որ ասում եք կարող եք հիմնավորել, որովհետեւ սա այո եկեղեցու արժանապատվության հարցն է, բայց այդ պարագայում եթե ասենք ինձ հարցնեն, բա կաթողիկոսը խիչ էր հարցնում, ես ինչ եմ պատասխանելու, ասեմ վախենում էր։ Ասենք տարական տրամաբանություն գոյություն ունի, չէ։ Ու սա քեզ նյարդայնացրել է այս հասարակ հարցը, Կտրիչ։ Այս հասարակ հարցը քեզ նյարդայնացրել է։ Բոլորդ այս տեխնոլոգիաներին ծանոթ եք, այս տեխնոլոգիաների միջոցով ատելություն եք սերմանել տարիներ շարունակ։ Անկամ որոշ քահանաների պարտադրել եք, որ իրենք էլ մասնակիցը լինեն այդ ամեն ինչի։ Եվ նրանք էլ նստած օրը մի ստատուս գրում էին երկրի ղեկավարի ու քաղաքացիների մասին, որպեսզի դուք տեսնեք, որ իրենց էջը ակտիվ են պահում, որ չհեռացնեք, չխլեք, չբարդացնեք նրանց կյանքը։
Եվ Տեր Արամը վառ օրինակ։ Հիմա շատերն են, չէ՞ ասում, տեսեք Տեր Արամը ժամանակին ինչեր ա գրել Փաշինյանի մասին, այո։ Բա պիտի պարտադրել են։ Մարդն էլ այդքան էլ շատ բան չի հասկացել իրականում քաղաքականությունից։ Մյուս կողմից էլ պարտադրանքը գրել ա, օրը մի բան գրել ա, հետո այսօր ինքը ասում ա, որ սա պարտադրել են ինձ։ Բա այս պատասխանատվությունը ով ա կրելու։ Բայց միտքը շարունակեմ նա։ Փրփրոտած լորձը բերանից ծոր տվող կտրիչը չկարողանալով պատասխանել, հակադարձ հարցով նախահարցակ է եղել։ Այ օրինակ դու, եթե Փաշինյանը քո եկեղեցի պատարակի գա, դու իմ անունը պատարակի ժամանակ կհիշատակես, թե ոչ։ Որին քահանան ուղիղ դրական պատասխան չի տվել, որ այո կհնչեցնի։ Հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։ Իմիջայլոց խոսքը ինչի մասին է, Խաչիկ գյուղում պատարակի ժամանակ, առհասարակ պատարակի ժամանակ հնչեցվում է նաև կաթողիկոսի անունը եւ երկեցողությամբ նույնպես ուղեկցվում է դա, հայրապետին են բանանում, բայց եւ եթե չի հնչում անունը, դա մի բանի նշան է, որ եկեղեցին դրանով ասում է, որ կաթողիկոսի գահը թափուր է։ Եվ Խաչիկ գյուղում պատարակի ժամանակ չհնչեց, ինչը խիստ էր զայրացրել նրան, եւ ես այս իմաստով որպես քաղաքացի, այո, զորակցում եմ այդ համարձակ դրսևորումը, այդ անկեղծ դրսևորումը, ու առհասարակ ես շատ լավ հասկանում եմ, որ բոլորն են ինչ որ պահի խոտոր ճանապարհով գնացել եւ պարտադրված են եղել, իրականությունն է, միջավայրն է այդպեսին եղել, եւ ես այդքան չեմ մեղադրի նրանց, եթե նրանք քաջություն դրսևորեն շտկվելու եւ շտկելու իրավիճակը։ Եվ ես խոստանում եմ ցանկացած մեկ, ով կփորձի ինչ-որ կամպրոմատներով նման քահանաներին կամ սրբազաններին ոչնչացնել, որպեսզի շարունակի զավթած պահել լուսավորչի գա, ապա ես ինքս լուսաբանելու ամենատարբեր միջոցները ունեմ եւ կհորդորեմ նաեւ իմ մյուս ընկերներին, որպեսզի տեղեկացվածությունը հանրային դաշտում ճիշտ գնահատվի, ճիշտ գնահատականի արժանանա, այնպես տեղեկացվեն, որ ճիշտ գնահատեն իրավիճակը։ Այնպես որ հարգելի եկեղեցականներ, խնդրում ենք, սա ձեզնով է հնարավոր եւ դուք դա գիտեք։ Դրսևորեք այդ համարձակությունը, դրսևորեք ձեզ որպես անհատ, որպես իրական Քրիստոսի զինվորներ, որպես այո, եկեղեցականներ եւ Աստծո զավակներ, դրսևորեք ձեզ։ Եվ հանրությունը ձեր կողքին կլինի ու դուք շատ լավ դա տեսնում եք։ Շատ լավ եք դա տեսնում։ Եվ սա դեռ սկիզբն է։ Գիտեք, ես չգիտեմ, ես միացնում, երբ որ ասենք հիմա կաթողիկոս կոչեցյալը պատարակ մատուցում է, թե չէ, այս կիրակիներին։ Դու անցյալ կիրակին բնականաբար չէր մատուցում, բանի էր, ընտրության էր գնացել, որովհետև Հայաստանում այդքան բան է փոխվել, որ անգամ նման մարդիկ հասկանում են, որ իրենց մի ձայնից բան է կախված։ Այն ժամանակ նման չի, էլի, որ կանչեն բանին, նախագահային հանձնաժողովի, ասեն կոմոդ մի 600 հատ լցնելու ենք արկղի մեջ։ Նա էլ վախից չկարողանա ձեն հանի։ Այդքան բան է փոխվել։ Բայց կուզեի իմանալ, եթե անգամ մատուցումը մարդիկ լինում են, կամ մարդիկ լինում են, որովհետև դա էջմիածինն է ու պատարակը, թե որովհետև կաթողիկոսն է անձամբ մատուցում պատարակը։ Սրանք հարցեր են ու հետաքրքիր հարցեր են իմ կարծիքով։ Կտրիչը ողջ ընթացքում իր թարախ ժայթքող հայացքով նայել է Տեր Գրիգորիսի վրա, հետո փորձել է թեմայի մեջ մտնել եւ իր անձնազոհ կրծքով կտրիչին պաշտպանել Հովնան Հակոբյանը, հարցակվելով Տեր Գրիգորիսի վրա, թե իբր Տեր Գրիգորիսը չի հակադարձել Լոռվա մարզպետի այն պնդումին, թե բոլոր հոգևորականներն անբարոյական են։ Ինչին էլ Տեր Գրիգորիսը պատասխանել է, որ ես տեղյակ չի այդ պնդումից, ես ինքս էլ չգիտեմ, բայց դա կարելի է հասկանալ, որ
Որ բոլորը ասելով չի ասել հատ առհատ բոլորը, ընդհանրական գնահատական ա տվել եւ կներեք այդ ընդհանրական գնահատականը ողջ այ ժողովուրդը ունի։ Հետո Տեր Հովնան, հələ ասա տեսնենք ինչ ունես, այո։ Դա հանրային տիրույթում այս արդեն 20 տարուց ավել է, ինչ Կտրիչ Ներսիսյանը կա, այդ մտածելակերպը կա։ Այն որ դուք եք չէ՞ սիրում ասել չի լինում կրակ, առանց սուղ կրակ չի լինում։ Այսօրվա հանդիպումից հատկապես կարող ենք հետևացնել, որ Կտրիչը վախ եւ ատելություն ունի լրատվամիջոցների նկատմամբ։ Լրատվամիջոցների նկատմամբ այդ տեսակ արհամարհական վերաբերմունքը փաստում է այն մասին, որ Կտրիչը խնդիր ունի ճշմարտության հետ առերեսվելու, որ Կտրիչի միակ հնարանը մնացել են Հովնանների նման տգետները եւ իրեն հանցաշխարի պարագլխի տեղ դրած, բայց իրականում շարքային սրբապիղ արշակի նմանները։ Ով հանցավոր խմբեր այն ինչ որ կառավարել բան, այդ որ ասում եմ Գարեգինայի սպանության գործով ա մեղադրվում։ Եվ հիմա շուշուտ ա գնում քնչական։ Եթե ոչ Կտրիչի նախաձեռնությամբ, ուրեմն հենց լրատվամիջոցների նախաձեռնությամբ արժե, որ հրապարակային խոսքով առանց խուսանավելու հնարավորության եւ ծեծված ոչինչ չասող արտահայտություններից անդին Կտրիչը ներկայանա հայ հանրության դատին։ Հանրության դատին Կտրիչին ներկայացնելու գեղեցիկ առիթ կարող է լինել առանց ժամանակային սահմանափակումների, առանց նախապես արձանագրված հարցերի շրջանակի եւ առանց լրատվամիջոցների նկատմամբ խտրական վերաբերմունքի մի մամուլի ասուլիսը։ Իդեպ Կտրիչ Ներսիսյանը 2001 թվականին իր մանկապիղծ եղբորը Եզրասին Մոսկվայի թեմի առաջնորդ կարգելիս մի մամուլի ասուլիս ունեցել է։ Այսքան այս մարդը փորձ ունի։ Եվ հիմա անցնենք այս տեղեկատվական հատվածին, որտեղ որ բանը Եսային ասում է, Տեր Եսայի քահանան ասում է, որ եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել։ Դուք Տեր Եսայի ի՞նչն եք համարում ընտրական գործընթացի միջամտելը։ Ինչն եք համարում կոնկրետ։ Դուք ասեք, ես ասեմ։ Ոնց եք միջամտել։ Կներեք, ձայնագրությունները մեր պատվալից դուրս չեն եկել։ Ոնց եք պարտադրում մարդկանց հանրահավաքների գնալ իրենց ընտանիքներով։ Պարտադրում եւ չընթարկվելու դեպքում ոնց եք պատժում։ Սա ոչ միայն ընդ 44 օրյայում զոհվածի եղբորը։ Սա ոչ թե բարոյականության բռնաբարում է, ես որքան հասկացա դուք բռնաբարություն բառը լավ եք հասկանում, որովհետև այդ բառը ամենահաճախը դուք եք օգտագործում։ Այլ նաև սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։ Եվ ենթադրում է քրեական պատասխանատվություն։ Տեղյակ եք թե ոչ։ Չէ, երևի տեղյակ չեք, դրա համար եք շատ ձեր գործընկերների փորձում արդարացնել, թե նրանք քրեական բան չեն, հանցագործներ չեն, այլ պարզապես քաղաքական գործիչներ են, տենց իրենց քաղաքական ձևով բռնաճնշումների են ներկայացնում։ Բա մի հատ էլ ուրիշ հարց է այստեղ առաջանում։ Բա Վազգեն Գալստանյանը ու Աչապահյանը ո՞նց են քաղաքականության մեջ։ Եթե քաղաքական բռնաճնշում է դա։ Եթե քաղաքական բռնաճնշում է, ուրեմն նրանք քաղաքական են։ Եթե նրանք քաղաքական են, ուրեմն ընտրական պրոցեսի մեջ չեն կարող ներգրավված չլինել։ Դուք ինքներդ խոստովանում եք դա։ Ես չգիտեմ, ձեզ առհասարակ ճեմարանում ինչ են սովորացնում, նորմալ դատել, բան տենց վերլուծել, վերլուծական միտք զարգացնում են ձեր մոտ ճեմարանում։ Ինչ եք վարկաբեկում ճեմարանի, գիտեք, ես երիտասարդ տարիքում ունեցել եմ տենց բան, որ իսկ գուցե ճեմարան ընդունվեմ, ցանկացել եմ ընդունվել։ Հետո ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, չեմ փորձել ու չի էլ ստացվել բնականաբար։
բայց ինձ մոտ եղել է տպավորություն, որ թերևս ամենաբարձր ստատուսը գիտելիք տվողը դա հենց ճեմարանն է, բայց կարդում ենք ձեր հայտարարությունները, դիտում ենք երբեմն տեսանյութեր ձեր մասնակցությամբ եկեղեցականներից, ինչ որ կիսախուլիգանական բակային մակարդակի ինչ որ կներեք այս բառս համար կռուտիտներով եսի ինչեր եք անում ու դա են սովորացնում ճեմարանում։ Դե բնական այն ճեմարանը, որը որ հյուրանոց է ծառայում, եկեղեցուց գողացած լույսով ու գազով, գուցեև շատ հնարավոր է, որ այո, հենց դա էլ դասավանդում են։ Եվ այո, լույսն ու գազը դու գողացել եք եկեղեցուց։ Այն պարագայում, որ ցանկացած հայ մարդ, հայ էլ չէ, Հայաստանում ապրող ցանկացած մարդ գիտի, որ եկեղեցուց չի կարելի առհասարակ չի կարելի գողանալ, եկեղեցուց հատկապես։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք, սիրելի հեռուստադիտողներ։ Վերադառնանք եւ ես առաջարկում եմ մեր ուշադրությունը սևեռենք համացանցում ամեն դեպքում վաղարշապատի հետ ընտրական պրոցեսների առաջացած վայնասունների վրա։ Այս մարդիկ չեն հաշտվում։ Տեսեք, Գյումրի ընտրություններից հետո իհարկե հուզականությունը շատ էր նույն ԿՊ-ի մոտ, բայց որևիցե մեկը, որևիցե քաղաքացու կարևորությունը եւ արժանապատվությունը նվաստացնող արտահայտություն չարեց նրա համար, որ գնացավ Վարդանիկ ու չգիտեմ ինչ են ընտրել։ Չէ, դիմեցին, ժողովրդին խոսեցին, բայց առանց նման անգամ հեռահար նպատակի։ Սրանք, այս արդեն որորդ օրն է, այսօր ինչ օր է, 5-շաբթի, 4-րդ օրն է, չեն հանգստանում ու ժողովրդին ինչ ասես չեն ասում արդեն։ Իմիջայլոց, այն քանի որ մտովի տեղափոխվեցինք նաև Գյումրի, ես ոնց հասկացա Գյումրիից շատ գյումրեցիներ նաև ընտրությանը իրենց ձայնը տվել էին Վարդանիկին, ինչի համար գիտեք։ Այն որ դատանում քֆուր էր դնում, ասում էր խուժանավարի իհարկե, խուլիգանավարի քֆուր էր դնում, ասում էր բանը, ով ինձ կաշառակեր կհամարի ու քֆուր էր հայհոյանքներ էր պատտեսնում։ Հիմա այդպես էլ ընտրությունների ժամանակ արել ու շատ գյումրեցիներ ասում են դե հիմի այդ հայհոյանքի վրայով չէինք անցնելու, բա ինչ անենք։ Գիտեք, նման խուժան, անբարոյական մարդկանց խոսքերը չեն կարող հիմք հանդիսանալ, այնպես որ դուք կամ էլ ինչ արժանապատվությունից դուք պիտի խոսեք, եթե կարելի է ձեր վրա կիրառել հայհոյանք ձեր գործողության վրա, որ եթե սենց չանես, քո սենց նենց է։ Ուրեմն ինչ արժանապատվություն, ուրեմն արդեն արժանապատվությունը պոլերին ֆրֆռում է հատակին, կռացի եւ վերցրու, ամոթ է, սա որպես եղբայրաբար խորհուրդ։ Եվ հիմա վաղարշապատում պարտվել են, դուրս են եկել, ինչ ասես խոսեցին, իրենց են խորքային անասուն ձևակերպման սահմաններում։ Հիմա ես մի բան կարդամ, շատ կարճ, Տարոն Մարգարյանի գույքի ու միջոցների վրա կալանք է դրված, դատախազությունը պահանջում է 2 միլիարդ դրամի բռնագանձում։ 2 միլիարդ դրամի բռնագանձում։ Ովքեր չեն հիշում, հիշեցնեմ, որ Տարոն Մարգարյանը եղել է Երևանի քաղաքապետը։ Նա չի կարողանում հիմնավոր, սա, եթե չեմ սխալվում, միայն գույքի տեսանկյունից։ Այս թիվաճելու միտում ունի։ Պարզապես, այո, ամեն եղածը միտեղ դրած չի, որպեսզի գնան, հաշվեն, պահանջը ներկայացնեն։ Այն մյուսը հորքուրի մարդու անունով, այն մեկը քերու կնգա անունով, այն մեկը չգիտեմ, խոսքով, էլի ու դեռ դրանք պետք է ապացուցել, հիմնավորել իրավական տեսքով։
տեսքի բերել։ Այս պայդրությամբ այս պահանջն է, որը որ հնարավոր է հիմնավորել։ Ինչու հանկարծ հիշեցի Տարոնին, վաղար շաբաթի հետ կապված, որովհետև Սաքուլիկը նույն ինքը Սևակ ինչյան էր, ազգանունը չեմ հիշում, ով ձայների թվով երկրորդն է, վաղար շաբաթում հավաքեց այդքան ձայն, եղել է սույն անձնավորության օգնականը։ Նրա տենց ջահելը։ Դեռ երևի թե ուս խորհրդի նախագահ աշխատած ժամանակներում, չգիտեմ, մեծ համենայն դեպս իր ջահելն է եղել։ Որ Սիմոն արի, Սիմոն գնա, Սիմոն տար, Սիմոն բեր, այս պահն է եղել։ Եվ գիտեք ոնց է, այդ մարդը, խոսքը Սևակի մասին է, ինչ տեսել, դա է անթորինակել։ Ինքը տեսել է իր շեֆին միլիարդներ դիզելուց, այդ ժամանակ չի հիշել, որ թուրքը մեր թշնամին է բան, Ադրբեջանի հետ հրադադարի փուլում ենք։ Մի խոսքով հազարատ բան կա, որ չի հիշել, որ Մեխակյանը իր կյանքը նվիրել է ինչերին։ Այդ ժամանակները չէր հիշում ինքը։ Իր համար նորմալ էր դա, եւ նա յուրացրել է այդ հատկությունը։ Եվ երիտասարդ տարիքից փայփայել է երազանք, չէ՞, որ ինքն էլ լինի համայնքի ղեկավար, որ ինքն էլ միլիարդատեր լինի, որ ինքն էլ ունենա ջահելներ, ում կուղարկի այս կողմեն կողմ։ Հասկանում եք։ Դրա հետ են անհաշտ, որ այսօր եթե դու դառնում ես, դու պիտի աշխատես։ Հակակոռուպցիոն կոմիտեն, թե չէ, կնստի դիմացի աթոռին։ Թուղթը կտա ձեռքը, գրիչը կտա ձեռքը, տասի գրի։ Ահացեն իր հետ, իհարկե ժամանակ կճվան, կճուճան, կասեն մեզ բանը, քաղաքական բռնաճնշում բան, հիմա սա քաղաքական բռնաճնշում, 2 միլիարդ թալանել է մենակ գույքի տեսանկյունից։ Դեռ ավանցիների մի մասն էլ ասում են, դու գիտեք Տարոնը ինչ լավն է, օրինակ մեր ավանի համար լիքը բան է արել։ Հա, համեմատականով որոշակի բաներ է արել, բայց տեսեք իր համար ինչ, այդ է արել է, որ դուք չտեսնեք իր համար ինչքան է անում։ Չցանկանաք կենտրոնանալ դրա վրա։ Կամ այդ ինչ է արել։ Մեծ հաշվով։ Այդ ինչ է արել, որ այսօրվա իշխանությունները չեն անում։ Կաշառքով պայմանավորվածությունների չեն գնում, հարմար չի։ Հիմա այս մարդը աշխատելով օգնական, այդ երազանքը փայփայել է։ Ուզեցել է նմանվի շեֆին, ու դա նորմալ է։ Նորմալ է։ Ինչպիսին տերն է, այդպիսին լինում է նրա ծառան։ Դա նորմալ է, չի կարող ուրիշ ձև լինի։ Կամ լավ, տեր ու ծառա հարաբերությունը չօգտագործենք, հա, դա որոշակի նաև դաստիարակություն է։ Եթե մարդը բարոյական սկզբունքայնության տեր մարդ է, ու ունի օգնականներ, օգնականը փորձում է նմանվի նրան։ Ընթորինակում է դա։ Այս պարագայում այլ բան է ընթորինակել։ Ու եկել ներկայանում էր վաղար շաբաթում, եւ վաղար շաբաթցիներից ահագին մի 30% ձեն տվեցին։ Ասելով օքեյ է։ Այսինքն դրա հետ համաձայնվելով, որ հա մենք ուզում ենք դու լինես ղեկավար եւ բանա Տարոն Մարգարյանի քեզ տված փորձին հետևես։ Թալանի ախպեր մեզ։ 2 միլիարդ դրամ։ Քանի երեխու մանկապարտեզ ասա։ Քանի երեխայի դպրոց ասա, կրթություն ասա։ Սա քանի միավոր տեխնիկա է։ Սա մի մարդու քաղաքապետի մասին ենք խոսում։ Քաղաքապետի պաշտոն, որը որ նվիրեցին, որովհետև ինքը մի երկու բանի մասին պիտի լռեր։ Պարզապես դրանք այդպես բաները հրապարակային չեմ կարծում ժամանակն է դրա խոսելու։ Բայց եթե չափերն անցնողներ լինեն, սիրով։ Մի հատ հարց կախենք օդի մեջ։ Արդյոք նա իր իսկապես հորտղենա։ Չէ, բանով չէ, արյունակցական կապով չեմ ասում։ Արյունակցական կապով կասկածի տեղեր չկան։ Կամ արդյոք իսկապես մահացավ Անդրանիկ Մարգարյանը։ Եվ արդյոք Տարոն Մարգարյանը չգիտի ինչի մասին է լռել։
Բայց մենք չենք դետալներ, չէ՞, մանրամասնի։ Չենք ուզում մտնենք այդ դաշտ։ Բայց ավելի լավ է, պարոն Մարկյան, սուս-փուս դա դիր տեղը։ Սուս-փուս։ Ազգային ժողովում ես, падգամավոր ես քեզ Երևակայում։ Մոտեցիր թիվ 1 ամբիոնին ներողություն ասա։ Դա նորմալ է, ներողությունը ուժեղ մարդու խոսք է, եւ ներելը, ներողամիտ լինելը նույնպես ուժեղ մարդու է։ Դու ներողությունը ասա ու դուք միասին կհետևենք ինչ է ստացվում։ Դեռ բազմացնում են սաթելիտներ, էլի, ովքեր որ գնում ստեղ այնտեղ մարդկանց վիրավորելով շրջում են։ 44-օրյա պատերազմի հետ կապված պետք է ասեմ, որ դիտում էի Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցը Factor TV-ին տված ու քանի որ հրավիրվել էր երևի ավել շատ մարտի 1-ի հանրային քննարկման հետ կապված հարցերի պատասխանելու, բայց այնուամենայնիվ հարցազրույցավարը անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի արած աշխատանքներին, որը ղեկավարում է Անդրանիկ Քոչարյանը, ու ինչքան էլ որ շատ փակ էր խոսում պարոն Քոչարյանը, հասկանալի է ինչու պիտի փակ խոսեր, որովհետև գաղտնիության հարց կա եւ այլն, ու պարզվում է ահագին ընթացակարգեր դեռ կան այդ թղթաբանական մասով, բայց մի հետաքրքիր բան հնչեց է, որ Ռուսաստանի Դաշնությունը Արշակ Կարապետյանի միջոցով է տեղեկացրել, ասել, որ պատերազմ չի լինի։ Բայց մեր հետախուզությունը ճշտել էր անգամ հստակ օրը։ Այնտեղ 1-2 օր տարբերությամբ ինչպես հասկացա։ Բայց Շոյգուն, ըստ երևույթին, որովհետև նրա գործընկերը Ռուսաստանում Շոյգուն է, որքան էլ իրան FSB-ն էլ մատների վրա խաղացնի, բայց բռնը մակարդակում Շոյգուն է իր գործընկերը, ասել է որ հանգիստ եղեք, պատերազմ չի լինի։ Եվ նաև Նիկոլ Փաշինյանը սա էր ակնարկում ազգային ժողովում մեկ այլ հարցի պատասխանելիս։ Ցորենի հետ կապված հիշում եք, որ աղմուկ փորձեցին բարձրացնել Ռուսաստանի ծագումով նաև թուրք որոշակի գործիչներ, ինչը որ Սաթիկ Սերյանյանների աչքի լույսերն են նրանք, ու հարցին թե Ուկրաինայից ավելի թանկ, էժան ինչ որ sense հարցեր կային, վարչապետը պատասխանեց, որ այդ խոսակցությունները նրանք են տարածում, ովքեր որ ասել էին, որ պատերազմ չի լինի։ Այսինքն sense մի հատ նուրբ ակնարկ արեց, ինչը այսօր երեք հարցազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը ավելի բացեց իմիջայլոց եւ այո, հստակ Արշակ Կարապետյանին էլ ասել են, որ պատերազմ չի լինելու։ Հանգիստ եղեք։ Մենք ենք, ստեղ չի լինելու։ Հիմա այս հետագայում իհարկե շատ այլ բաներ էլ է բացվելու, պարզվել։ Հիմա սա մեր ռազմավարական դաշնակից գործընկերն է, տիկնակ եւ պարոնայք դաշնական հանրապետականներ։ Շարմազանով, այն որ հետները կանգնած Ռոսիա, սիլ, այն որ գնում եք Լենինի դամբարանի մոտ նկարվում համացանցում գլուխ եք գովում, որ թե ինչ արժեքների կրող եք։ Սա նորմալ է։ Իմիջայլոց հստակ թիվ նշվեց նաև զոհերի, քանի որ դիմում եմ իրենց անդիմադիր հռչակած ահաբեկչական ուժերին, նաև դա ասեմ, որ հստակ զոհերի թիվ նշվեց 3987։ Ձեռ եք առնում կամ փորձում եք թիրախավորել, երբ որ Փաշինյանը որոշակի պլյուս-մինուս բառը օգտագործեց, թիվը կլորացնելով, որ ավելի հեշտ արտասանելի լինի, ոչ թե հարցը բանով չէ, էլի ոչ մեկ բնականաբար ոչ մեկի ոչ թիրախավորում բան անում, արժեզրկումը կամ բան անում։ Բա դուք ինչ եք ան 5000, 12000 թիվ էիք նշում։ Այն բանը, այն մի հատ բիսեդկա կա, որ
առավոտից իրիկուն մի խելահեղտիկին նստած ինչից ասես խոսում է օրը մի հիվանդի հյուրընկալելով, չէ, մեկ-մեկ առողջները լա հյուրընկալում, առողջներ, որոնք որ հիվանդակին ժեստիկուլացիաների ու խոսույթին հիանալի վարպետներ են, այնտեղից 12,000 թիվեր հնչում դեռ առաջին օրերին հանրությանը խեիք մոլորեցնում, ինչի եք այդ ճղճմությունը այդքան անհրաժեշտ էր ձեզ, ինչ նպատակներ, աթոռի, չէ, սա աթոռի խնդիր չի եղել ժողովուրդ, շատերը ասում են աթոռի համար արեցին, չէ, ես համաձայն չեմ, նրանց այդ աթոռը պետք չի, նրանց պետք է այն պարտադրված ծրագիրը, որը եկել է Ռուսաստանի կողմից, որ Հայաստանը Ռուսաստան է եւ վերջ, նրանք սրա կատարածուներն են, այս ծրագրի, նրանց ով է աթոռ տվողը, ռուսները առաջինն են նրանց հանձնելու հողին, հողը փոխաբերական իմաստով, բայց կան տանջվեն, հետո իջակ 8,000, հետո 7,000, ես այսօրվա պես հիշում եմ, մեր երբեմնի լավագույն դերասաններից մեկը կար Միացյալ Նահանգներում տարեցներից, Շարոյանը, ես ստիպված եղա նրան շատ կոպիտ հանդիմանել, անկախ նրանից, թե որքան մեծ հարգանք է վայելել ժամանակին որպես դերասան հանրության շրջանակներում, թիվը Միացյալ Նահանգներից ճոխացնելու համար, ինչի համար մինչև հիմի ներողություն չի խնդրել Իմիջայլոց ինքը, որ զոհերի թիվը ուռճացնում եւ դա նետում ադրբեջանցիների բերանը, որպեսզի իրանց զոհվածների ծնողներին, ովքեր որ կցանկանային վստահել բոլորին, այն էլ դեռ Արցախն էլ չէին վերցրել։ Ասում են, տեսեք, մենք լավ ջարդ ենք տվել հայերին ու կարողանում էին դրանով պահել։ Տեսեք, հո մենք չենք ասում, այս իրանց դերասանն է, այս իրանց երբեմնի նախագահն է, այս իրանց պատգամավորներից է։ Տեսեք, իրանք են ասում։ Այս լավությունն էի կանում Թուրքին։ Եվ իմ կոպիտ հանդիմանանքը դրա մասին է եղել։ Ես լավ եմ հիշում։ Հետո իհարկե մի երկու փոքր մարդիկ, պուճուր մարդիկ փորձեցին պաշտպան կանգնել, հասկացան, որ լավ տեղ չեն տանում խոսակցությունը։ Հիմա եկել 5,000-ի վրա կանգնել եք, ինչի կան ընդհանուր 5,000 թիվը շեշտում։ Ինչի համար։ Ինչա ձեզ պետք։ 3987։ Ու լրագրողը շատ հետաքրքիր հարց է տալիս։ Ասում է, իսկ անուն ազգանունները հրապարակված են, ոչ, անուն ազգանունները հրապարակված չեն։ Բայց գիտեք, երբ որ հանձնաժողովը պաշտպանության նախարարից վերցնում է տվյալներ, այնտեղ դրված են, դե իհարկե հիմա թվայնացվում է, թվայնանալուց հետո երևի շատերը կկարողանան կամ կունենան իրավունք հարցում անել եւ անուն ազգանուններն էլ ունենալ, այսինքն դա խնդիր չի լինի, վստահաբար խնդիր չի լինի։ Բայց այդ հարցումը, որ գրված է 3987, այո, ամեն թվի հետևում մի հերոս տղա է, որովհետև գործ կա, գործը թիվ ունի, և թվերի համագումարի արդյունքում կամ գործերի համագումարի արդյունքում այս թիվն է։ Այն էլ եք, ասենք լավ, այն էլ ինչ-որ մի օր կհրապարակվի, ասենք թե, հետո ինչ հարց եք բստրելու, որպեսզի մեկա ձեր 5,000-ը պահեք, հիշեցնում եմ 12,000-ից իջացրեց 5,000-ը։ Ու այսպիսի մթնոլորտ արտադրողները երբեմն խոսում են, թե ով ում պիտի սատարեր, որ չի սատարում, ով է ճիշտ, ով սխալ, ով ինչ պիտի աներ, որ չի անում, հա։ Այս բարոյական ոչ միայն բարոյական, նաև իրավական մինիմալ պատկերացումներ ունեցող անձնավորություններն են թելադրողները։ Ասենք, չգիտեմ, Նարեկ Մանթաշյանն է թելադրողը, ինչն է լավ, ինչը վատ, երբ որ գրառում է անում,
Այն 17 տարեկան երիտասարդի մասով ես երեք YouTube-յանի Մալիքով անդրադարձել եմ։ Նայա ձեր տեսակը, հա, նայա ձեր տեսակը։ Հիմա չգիտեմ, բայց ժամանակին նարկոման, գումարբազ։ Սրանից նրանից տնեցիկից փող գողցող գնացող խաղացող Քոչարյանի կարկառուն աջակիցներից, ով ուս խորհուրդը իմիջայլոց Էշմիածնի Սակուլիկի հետ իրար հետ պասերով գնում էին։ Բնութագրում է 17 տարեկան երիտասարդի խոսքը եւ այլն։ Չգիտեմ, եթե հետաքրքիր է հաջորդ հաղորդմանը կարող եմ եւ անդրադառնալ, բայց իմ YouTube-յան էջով արդեն անդրադարձել եմ։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։